Մարիլույս, առաջին ծրագիրը եթերում է եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ձեզ հետ միասին ենք եւ կարող ենք ողջունել ու մաղթել լավ ու հրաշալի տրամադրություն։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Մարիլույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք սկսում ենք մեր աշխատանքը եւ առաջարկում ենք, որ միանաք մեզ։ Այո, միացեք մեզ մոտակա ժամ ու կեսը, 2 ժամը, 3 ժամը, 4 ժամը, այն բոլոր ժամերը, որոնք մենք առաջարկում ենք ընդհանրապես ATV եթերում, կարող է ձեզ տալ այդ հնարավորությունը վայելելու օրվա հաճելի սկիզբը։ Դե փորձեք միանալ ձեր տրամադրությամբ նաև դուք, ասեմ, որ այսօր արդեն դեկտեմբերի 19-ն է, բան չմնաց Սոնա, որ արդեն դիմավորենք ամանորը եւ 2025 թվականը։ Եվ մեր տաղավարը փաստում է այդ մասին, այսօր մենք արդեն տոնական տաղավարից ենք ողջունում ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ունենք բարձր տրամադրություն, ճիշտ է շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մի փոքր հոգնածությունը ամեն դեպքում իրենն ասում է, բայց ես շատ վստահ եմ, հուսով եմ, որ մենք ունենանք դրական առավոտ միասին։ Այո, այս պահից սկսած մեկնարկում է տոնական տրամադրությունը մեր եթերում եւ ամբողջ շաբաթվա ընթացքում նույնպես լինելու է տոնական։ Դուք փորձեք այդ տրամադրությունը հավելել նաեւ բրիզով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Ռոզե Փրփռուն գինին, որը համոզված եմ այս օրերին տոնական տրամադրությունը կհաղորդի հատկապես ամանորի գիշերը։ Իմիջիայլոց ուզում եմ պարտադիր նշել, որ Իջևանի գինու գործարանը այս օրերին մինչև ամսի 21-ը ներառյալ մասնակցում է Big Christmas Market-ին, որը իհարկե Meridian Expo-ում է ոսկերիչների մեկ հասցեում։ Այցելեք այնտեղ իհարկե ամբողջ տեսականին ներկայացված է ամանորյա տրամադրության ռիթմերով եւ նայեք Big Christmas Market-ում կգտնեք ամանորյա ամենահետաքրքիր նվերները ձեր սիրելիների համար։ Սա շատ կարեւոր է։ Նախապես պատրաստել նվերները ու տալ այդ անակնկալը։ Սոնա արդեն աշխատավարձը թողել է այնտեղ եւ վերադարձել է։ Մի քանի ամսվա նոր իսկ Սոնա այնտեղ հնարավոր չի ուղղակի անցնել ու ոչ մի բան չգնել։ Այո, իմպուլսիվ գնումների համար հրաշալի վայր է, որովհետեւ պատկերացնում ինչքան հեքիաթային է ամեն ինչ ստեղծված։ Ասեմ հիմա Christmas Market-ը շատ նպաստում է Secret Santa-ին բոլորը խաղում, հա, եւ գտնել հենց մարդու տրամադրությանը համահունչ նվեր, պետք չի ինչ-որ տարբեր խանութներ վազել, այլ ամբողջը մեկ տեղում եւ հիանալի տրամադրություն։ Իդեպ ասեմ, որ արևոք բացիկները նույնպես այնտեղ ներկայացված են, ձեր հաճելի նվերը գնում եք, այսինքն մի հատ գեղեցիկ բրիզ եք գնում կամ պարզապես մի հաճելի լավ գինի եւ ավելացնում եք արևոք բացիկները, սա նույնպես հետաքրքիր համադրություն է։ Այո, իսկ մենք շարժվում ենք առաջ եւ իհարկե պետք է հասկանանք, թե ուրբաթ առավոտյան ինչ բաղադրատոմս է լինելու մեր եթերում։ Իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն։ Ողջունենք նրան եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Բարի լույս Ադրինե։ Ողջույն սիրելիներս, ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այո, տրամադրությունը մեր հոյակապ է տոնական, որովհետև մեր տաղավարը արդեն խոսում է հենց տոնի մասին, ամեն բան զարդարված է եւ իհարկե ես խոստանում եմ, արդեն պետք է սկսենք տոնական ուտեստները միասին պատրաստել։ Այսօրվա առաջարկը, որ կանեմ, սա եւ հարմար է առօրյայում սովորական օրերին պատրաստել եւ ինչու ոչ տոնական սեղանին։ Էնպես որ գրի առեք, հենց այս պահից ցուցակը պատրաստեք, թուղթ գրիչ եւ հերթականությամբ, եթե ձեզ հետաքրքրող առաջարկ կլինի իմ կողմից, ապա գրի առեք, որպեսզի տոնական օրերին այն պատրաստեք։ Այսօրվա ուտեստը մսամթերքի, թռչնամթերքից է, ես ունեմ հավի ազդրամիս եւ այստեղ ունենք սալորաչիր, ունենք բարբարիս, ունենք աղացած սոխ, տոմատ, նռան օշարակ ենք օգտագործելու եւ այս ամենը վերջում ստացվելու է շատ հետաքրքիր, շատ յուրօրինակ ուտեստ։ Ամենավերջում այս ամենը զարդարելու ենք նռան հատիկներով։ Այնպես որ մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու, ասեմ, որ իրականում եթե զգում եք, շատ քիչ բաղադրիչներ են պետք, բայց արդյունքը շատ հետաքրքիր է լինելու եւ իմիջիալոց պատրաստման եղանակն էլ այնպես չի, որ շատ երկար է, շատ բարդ է, բայց արդյունքը հոյակապ է լինելու, այնպես որ դուք մնում եք մեզ հետ, ես խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո կսկսենք իսկական աշխատանք։ Ադրինե, այո, համեղ սնվելը կարևոր է նաև մարզվելը, տարին ավարտենք ֆիզիկապես եւ հոգեպես շատ առողջ եւ էներգիայով լի։ Իսկ այս հարցում իհարկե շաբաթը գոնե 3 անգամ պետք է մարզվել։ Իսկ որտեղ Ակվատեկ համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ
պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ գնանք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ հետաքրքիր տեսանյութ են պատրաստել մեզ համար։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, որպես յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Այսօր ես ձեզ կառաջարկեմ մի քանի յոգական վարժություններ, որը կարծում եմ բոլորին հասանելի կլինի։ Գնացինք։ Նստում ենք, կանգնում ենք ծնկներին, աջ ոտքը բերելով առաջ, ձեռքերը պահում ենք կոնքերին եւ փորձում ենք կոնքով գնալ դեպի առաջ, ուսերը տանելով հետ։ Շունչ, արտաշունչ։ Շունչ, արտաշունչ, 1, 2, 3, 4, շարունակում ենք վարժությունը, ավելացնելով ձեռքերը, 1, 2, 3, 4, 1, 2, պահում ենք դիրքի վրա, 4 հաշիվ, 3, 2, 1, փորձում ենք այս ձեռքով դանդաղ իջնել եւ մի փոքր ավելի արտակորվել դեպի ետ։ Պահեցինք։ Շատ լավ, գնում ենք դանդաղ, մի փոքր հետ, ձեռքերը պահելով ներքև, արտաշունչ, փորձում ենք ներսի ձեռքը թողնել, դրսի ձեռքով ձգվում ենք վերև, 4 հաշիվ, փոխեցինք ձեռքը, ոտնաթաթը փորձում ենք բարձրացնել 1, 2, 3, 4, գնում ենք դեպի ծունկ և ձգվում ենք դեպի առաջ, պահելով ևս 4 վայրկյան։ Շարունակեցինք այս ամենը մյուս կողմ, մյուս ոտքը գալիս է առաջ, ձեռքերը կոնքերին, շնչառությունը ազատ, շունչ, արտաշունչ, չորս, 3, 4, ձեռքերով, 1, 2, 3, 4, 1, 2, պահեցինք 4 հաշիվ, կոնքը լավ հրելով առաջ, 4, 3, 2, 1, ձեռքը, հետևի ձեռքը իջեցնում ենք դեպի ծունկ, առջևի ձեռքով ձգվեցինք, բացվում ենք, դանդաղ, վերադառնում ենք հետ, ծունկը ուղղվեց, ձեռքերը ներքև, բարձրացրեցինք, մյուս ձեռքը, պահելով 1, 2, 3, 4 մյուս ձեռքով, 1, 2, 3, 4, նացինք հետ և վերջի 4 ակնթարթը պահում ենք, խորը շունչ, արտաշունչ, այսօր այս քանը կհանդիպենք կրկին։ Այո, եւ Ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեկ հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այո, փորձեք դուք էլ տրամադրվել ու մարզվել օրվա ընթացքում շատ քայլել, դե բնականաբար հիմա եթե շտապում եք այս օրերին գնումների, հաստատ համոզված ենք, որ շատ եք քայլում, այնպես որ դա նպաստում է նաև ձեր առողջությանը, ոչ միայն տոնական սեղանին։ Անցնելով առաջ, ասենք, որ աշխարհում շատ հետաքրքիր բաներ են կատարվում։ Այո, եւ հետաքրքիր տեղեկություններից ֆրանսահայ դերասան, դրամատուրգ եւ թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շարլ դը Գոլին 2 մասից բաղկացած պատմական կենսագրական ֆիլմում։
Ֆիլմերը Ֆրանսիայում կթողարկվեն 2026 թվականի հունիսի 10-ին եւ հուլիսի 3-ին։ Կենսագրական ֆիլմը կներկայացնի երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական դրվագները եւ Դե Գոլի դերը որպես ազատ ֆրանսիական բանակի առաջնորդ։ Իսկ եւս մեկ մեր հայրենակից, ասեմ, որ էլի մեկ հաջողություն է գնացում, Կարեն Կարագուլյանը շուտով կնկարահանվի Դեյվիդ Ֆինչերի Cliff Booth-ի արկածները ֆիլմում, որի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է, իսկ գլխավոր դերում բնականաբար Բրեդ Փիթը։ Cliff Booth-ի արկածները կատակերգություն դրամա է, որը մի անգամ Հոլիվուդում ֆիլմի շարունակությունն է, որտեղ Բրեդ Փիթը եւ Թոմաթի Օլիֆանը համապատասխանաբար մարմնավորում են Cliff Booth-ի եւ Ջեյմս Սթեյսիի դերերը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սքոթ Քանը, Էլիզաբեթ Դեբեկին, Յահա Աբդուլմատին II, Կարլ Գուջինյոն, Հոլտ Մակրենը եւ իհարկե շատ հետաքրքիր դերասաններ։ Այնպես որ մեր Ինչ կազմ է հավաքվել։ Տարանտինո, Դեյվիդ Ֆինչեր, Կարեն Կարագուլյան, Բրեդ Փիթ, շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին, բրավո Կարեն եւ հաջողություններ։ Դե կինոթատրոններում կգնանք եւ կդիտենք հենց այդ ֆիլմը, որովհետեւ Տարանտինո եւ Դեյվիդ Ֆինչերի համագործակցությունը չի կարող վատել։ Գժական է լինելու, իհարկե։ Իսկ հիմա շարժվում ենք առաջ եւ տեղափոխվենք խոհանոց, որովհետեւ մեր խոհանոցում եւս ամեն ինչ գժական է եւ տեսնենք թե այսօրվա բաղադրատոմսի ընթացքը ինչպես է պատրաստվում։ Ադրինե։ Շնորհակալություն սիրելիներս, բարի ողջույն իմ շատ թանկագին հեռուստադիտող։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ տաք ուտեստ, որը եւ եղանակին է համահունչ եւ կարող է տոնական սեղանին լինել շատ գեղեցիկ զարդ։ Էնպես որ գնացինք առաջ։ Ինչ է մեզ պետք այս ուտեստը պատրաստելու համար։ Ունենք հավի ազդրամիս ամբողջական վիճակով եւ ազդրամիսը եւ բտիկը միասին, ես չեմ կիսելու, ամբողջական ենք այն պատրաստելու։ Այստեղ ունենք սալորաչիր, ունենք բարբարիս, ունենք աղացած սող, տոմատի մածուկ ենք օգտագործելու, նռան օշարակ եւ շաֆրան ենք օգտագործելու։ Եկեք ամենաառաջին գործողությունը, որ կանենք, հենց շաֆրանը եկեք թրմենք։ Ես շատ անգամներ խոսել եմ այս ծաղկի միջուկի մասին, որովհետև սա ծաղկի թերթիկ է, միջուկ ցողիկն է ծաղկի, այն իհարկե աշխարհում շատ հայտնի համեմունք է եւ շատ թանկարժեք համեմունք է։ Թրմելը մենք կարող ենք եւ եռացրած ջրով թրմել եւ 2 կտոր սառույցով։ Պարզապես այս թերթիկների վրա լցնում ենք սառույց, դնում ենք 2 կտոր սառույց եւ ինքը հալչելու հետ միասին ամբողջական այդ բույրը, այդ գույնը ստանում է եւ դառնում է ընտիրություն, այսպես ասած։ Ահա, սա թողնենք մի կողմի վրա, այլևս մեզ պետք չէ։ Ես այսօր վրան կլցնեմ եռացրած ջուր։ Այսպես։ Եվ կթողնենք այստեղ իրեն համար թրմվի։ Իհարկե լավ կլինի բերանը ծածկել, որպեսզի ավելի այս process-ը լավ ընթանա։ Ահա, ինչ ենք անում հիմա։ Հավի ազդրամիսը պետք է համեմենք եւ այն կհամեմենք, ահա ես տեղափոխվեմ այս կողմ, որպեսզի դուք տեսնեք ինչ համեմունքներ եմ օգտագործում։ Այստեղ օգտագործում ենք աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, Ողջույն Ադրինե, ոնց ենք։ Շատ լավ, դու ոնց ես։ Ինչ խոմեղություն ես դու մեզ համար պատրաստում այս նոր տարվան ընթառաջ։ Настроение Jingle Bells։ Այո, իհարկե։ Այստեղ ավելացնենք քրկումը։ Ավելացնենք խմելի սունելի։ Շատ խմելի եւ Սունելի։ սունելի տարբերակն է։ Շատ։ Ահա։ Եվ այստեղ ունենք միքս տարբերակ մսային խառնուրդների համար, խառնուրդ է, որը մսերի համար է։ Հետևյալ արտահայտություն, հա, այսքան բանին վրա էլ ավելացնեն, ես էլ շատ համով կլինեմ։ Սա հավի մսի ներքին մոնոլոգն է։ Այո։ Շատ լավ է։ Եվ դե փորձում ենք ապահովել այդ համեղությունը, տեսնենք։ Սրանք պիտի տապակենք, թե գնում են անպայման, սա պետք է տապակել։ Տակ սենյակ։ Ոչ, ինչու ոչ, որովհետև հենց բաղադրատոմսը ստիպում է, որ մենք գազօջախին այն տապակենք, որպեսզի ավելի հյութեղ մնա այս բտիկները, իսկ հետո արդեն սոուսի մեջ է թաթախվելու, որը շատ համեղ է։ Դե փորձենք տրորել այս բոլորը։ Պրոցեսը տրորելու հետո
Եվ սկսենք հենց այս պահից եւ այդ սկսենք արդեն տապակել։ Տապակել։ Տապակելու համար օգտագործել եմ մի փոքր յուղ, մի փոքր բուսայուղ եւ այսպես արդեն ստանալու ենք այն ինչը որ պետք է։ Հետո քիչ ավելի ուշ, ահա, արդեն պատրաստ է։ Ես սա թողնեմ մի կողմի վրա եւ հեռուստադիտողին ասեմ, որ այս պահին պետք է մի փոքր եռացրաջուր լցնեմ սալորաչերի վրա, որպեսզի փափկի եւ իհարկե բարբարիսի վրա, ծորիի վրա։ Մինչև այս ամենը sense Այո։ գոլորշի անումը եւ համային այդ բույրերը տարածումը, ես առաջարկում եմ մենք խոսքը փոխանցենք Սոնայի, որովհետեւ շատ էսպես գունավոր ու հետաքրքիր տեսահոլովակ է հայտնվել YouTube-ում եւ ոչ միայն, որի մասին արդեն Սոնան կներկայացնի եւ կվայելենք հեռուստադիտողի հետ միասին։ Սոնա։ Շնորհակալություն, այո, օրեր առաջ YouTube-ում պրեմիերա է եղել, Իվետա Մուկուչյանը ունի նոր երգ եւ տեսահոլովակ «Կոմի ժպիտը», ոճային, թրենդային, շատ գեղեցիկ տեսահոլովակ է, առաջարկում եմ հենց հիմա մեր եթերում վայելենք, հեռուստա պրեմիերա անենք եւ իհարկե ուրախ ռիթմերով շարունակենք մեր եթերը։ Սիրո երգ է հովը սուլում, որ իմ սրտին ասի ջանգյուլում, պարեմ գալիս, որ հյուսեմ ձեզ հետ լուրում ուշ, ծաղիկներից սիրո ծաղկև խոշ, բայց կա սիրուն մի տղա, ով ուզում է սրտիս հետ խաղա, սիրոց կողել քահան եղա, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բացր, սիրուն Հայաստանի, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բացր, իմ սիրուն Հայաստանի, Իմ սրտի մեջ թիթեռները պարեն պարում, երջանկություն ու սեր արարում, սիրահարված ձույքերիս հետերը ջահել, երազանքի հետ սեր են պահել, որ սիրո հուրը վարվի, երազանքը սրտի կատարվի, սիրտս համբուրից օրորվի, քո մի շապիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, սիրուն Հայաստանի, քո մի շապիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, իմ սիրուն Հայաստանի, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, սիրուն Հայաստանի, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, իմ սիրուն Հայաստանի, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, սիրուն Հայաստանի, քո մի ժպիտը քաղցր, հերիք է որ տանի, ինձ ամպերից էլ բարձր, իմ սիրուն Հայաստանի, Ահա, Իվետա Մուկուչյան, «Քո մի ժպիտը» կոչվում է երգը, շատ գունավոր, վառ, գեղեցիկ տեսահոլովակ, որի հեղինակն է Վահե Հարությունյանը, այնպես որ վայելեցինք ուրախ ռիթմեր մեր եթերում եւ հիմա շարունակում ենք խոհանոցից եւ
Նենց Եվ անուշ շնորհավոր ենք բույրեր են։ տեսալովակի կապակցությամբ շատ Այո։ գունեղ եւ շատ լավ ռիթմերով, ուրախ ռիթմերով էր այս ամենը։ Եվ Եվ այստեղ էլ շնորհավոր այո։ Լուբանկա, որովհետեւ բույրերը այնպես են տարածվել մեր տաղավարով։ Մեկ, որ ես պատկացնում եմ ինչքան համեղ է լինելու այսօրվա առավոտը։ հավատացնում եմ շատ համեղ ուտեստ է սա, արդեն թավայի մեջ յուղը պատրաստ է եւ մենք պետք է տապակենք հավի ազդրամիսը։ Ես այստեղից կարելի է կխնդրեմ երկրորդ դարակից վերցնենք այս Ծանր գործիք։ այո ծանր գործիքը բռնակը այսպես ասած Տեղափոխում ենք արդեն գազաջախին։ մեր թավայի մեջ, որպեսզի տապակվի եւ տապակելու ենք բավականին լավ, կարմրացնելու ենք երկու կողմից, երկու երեսնել, այսպես ասած, եւ իհարկե թաթախելու ենք այն սոուսի մեջ։ Սոուսի համար մեզ անհրաժեշտ է իհարկե տոմատի մածուկ, աղացած սոխ եւ նռան օշարակ։ Ու շատ հետաքրքիր համեղ համային համադրություն է ստացվելու։ Եվ շատ յուրօրինակ, ասա։ Այո, շատ։ Ահա։ Դրա համար ես առաջարկում եմ, որ հեռուստադիտողը տոնական օրերին փորձի սա պատրաստել։ Դե երեկվա տոնական աղցանը եւս շատ այսպես տոնական սեղանի համար էր նախատեսված, այնպես որ այսօրվա ուտեստն էլ բացառություն չէ։ Տոնական սեղանը համալրում ենք հետաքրքիր բաղադրատոմսերով։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Համեմեցինք տարբեր համեմունքներով մեր թռչնամիսը, ամբողջությամբ ամբողջական ազդրամիսը եւ իհարկե հիմա տապակում ենք յուղով, ցանկության դեպքում կարող է յուղը փոխարինվել կարագով կամ բուսայուղով, ինչպես ձեզ է հարմար։ Հիմա ես կփորձեմ կամած շրջել մյուս կողմը, մյուս երեսն էլ տապակվի եւ այստեղ հիշեցնեմ, որ մենք դեռ պետք է սոուս պատրաստենք։ Սոուսի համար մեզ անհրաժեշտ է լինելու աղացած սոխ, տոմատի մածուկ, նռան օշարակ, շաֆրան, սալորաչիր եւ ծորենի, այսինքն բարբարիս։ Բոլորս ավելի հաճախակի լսել ենք բարբարիսը, որը իհարկե ռուսերեն է, բայց այսպես շատ տարածված է։ Հիմա փորձեմ շրջել մյուս կողմի վրա։ Եվ իմիջայլոց ասեմ, սիրելիներս, այս շատ համեղ բաղադրատոմսը, այս ուտեստը կարող եք մատուցել որևէ խավարտով, կողքին կարող եք ավելացնել բրնձով փլավ, շատ ճոխ, մեջը ավելացնելով ընկույզ, ավելացնելով նուշ, պիստակ, ինչպես կցանկանաք եւ այդպես շատ ճոխ մատուցել հենց տոնական սեղաններին։ Չեմ կարող նկարագրել ինչ բույր է այստեղ տարածվել։ Եմ ասում բադու խիղճ ունես Ադրինես ինչ ես անում ես հետ, շատ համեղ է այս ամեն ինչի բույրը, այո։ Քիչ հետո արդեն երբ որ պատրաստ կլինի եւ հավարտը կլինի ծրագրի, մենք մեծ ախորժակով կուտենք։ Այո, հաստատ։ Կտրամադրվենք արդեն։ Այո, ու կտրամադրվենք արդեն, այո, լավ գործերին, օրվա շարունակությանը։ Ես կարծում եմ օրվա համար էլ շատ լավ ուտեստ է, սա հագեցնող է եւ իհարկե շատ համեղ, օրվա ընթացքում կարող ենք պատրաստել, հրամցնել իհարկե ընտանիքի անդամներին, կողքին հավելելով որևէ խավարտ։ Թեկուզ եթե դա լինի լավ տապակված, չորացված կարտոֆիլ, ֆրի տարբերակով լավ այսպես տապակված խրթխրթան, հասկանում եք, չէ՞ ինչ անում։ Շատ համեղ կլինի։ Լավ էլիկա։ Հիմա ամեն ինչ ասում ես առավոտ շուտ։ Էս լավ։ Դու պետքա պատրաստես նաև դա։ Ես չեմ հասցնի այսօր, բայց խոսք եմ տալիս, երբ որ մեզ մոտ հյուր կգաք, ինձ մոտ հյուր կգաք, մեծ սիրով իհարկե։ Այո։ Դուք էլ փորձեք այս ամեն ինչը պատրաստել, լավ հետաքրքիր առավոտների համար եւ բնականաբար տոնական տրամադրության։ Եվ այս պահին կունենանք կարճ դադար, Ադրինե, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։
Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի ողջույն։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Մենք մարինացրեցինք հավի աստրամիսը եւ իհարկե տապակեցինք, արդեն ամբողջովին պատրաստ է։ Շարունակում ենք մյուս մասը, այսինքն մյուս գործողությունը, նույն թավայի մեջ, ինչի մեջ որ տապակել էինք, ուրեմն պատրաստում ենք սոուսը։ Սոուսի համար, եթե հիշում եք, ես ասացի, մեզ պետք է լինելու աղացած սող, մեզ պետք է լինելու տոմատի մածուկ, մեկ ճաշի գտալ տոմատի մածուկ, խառնենք, ավելացնենք նռան օշարակ, նորից խառնենք, ցանկության դեպքում իմիջիայլոց կարելի է նաև նռան հյութ, բնական նռան հյութ քամել եւ իհարկե ավելացնել այս հրաշալի ուտեստի վրա։ Հիմա պետք է ավելացնենք մեր սալորաչիրը եւ ծորին, որը նախապես թրջել էի։ Մի փոքր աղ ավելացնենք, եւ փորձենք այս համեղությունը տեղադրել սոուսի մեջ։ Այսպես։ Վրան ավելացնենք թրմված շաֆրանը, ահա, կրակը ավելի մարման դարձնենք, ծածկենք կափարիչով եւ թողնենք հյութով, իր համերով, ամբողջությամբ մարմանդ կրակի վրա եփվի։ Ահա այսքանը սիրելիներս, եթե պետք լինի բաղադրատոմսը եւս մեկ անգամ կրկնել, իհարկե կարող եք ինձ նամակներ ուղարկել, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Դե առայժմ այսքանը սիրելիներս, ես խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո արդյունքը կտեսնենք։ Շնորհակալություն սիրելի Ադրինե, այո։ այո, շարունակում ենք մեր եթերը եւ իհարկե կարեւոր է որպեսզի այս խառնաշփոթ տոնական օրերին չմոռանալ առողջության մասին, որովհետեւ ֆիզիկապես առողջ լինելուց հետո միայն կարողանում ենք մտածել այլ գործերի մասին։ Իսկ այս հարցում մեզ մշտապես օգնում է մեր առողջապահական էջը։ Մաշկի խնամքը սկսում է արտաքին խնամքից։ Դրանք օճառներն են, տոնիկներն են, քսուկներն են եւ սիճուկներն են։ Բազմազան են մաշկի խնամքի միջոցները։ Ինչպես կողմնորոշվել, թե որ խնամքն է ավելի արդյունավետ։ Մաշկի խնամքի համար գոյություն ունի պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ, որոնք մասնավորապես վաճառվում են դեղատներում եւ էսթետիկ բժշկական կենտրոններում։ Ըստ մաշկի տեսակների, իսկ մենք գիտենք, որ մենք ունենք մի քանի մաշկի տեսակներ,
գոյություն ունեն համապատասխան տեսակների համար նախատեսված մաշկի խնամքի պրոֆեսիոնալ միջոցներ։ Այն նշանակում է էսթետիստները, կոսմետոլոգները, մասնագետներ, ովքեր զբաղվում են մաշկի խնամքով։ Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության կենտրոնում մասնավորապես ներկայացնում են երկու պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ։ Դրանք Զեյնոբաջին են եւ իտալական Օսեյն ընկերության պրեպարատներն են, որոնք մի քանի տարի է մենք օգտագործում ենք։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք 4 տարբեր գույների խնամքի միջոցներ, բայց երկնագույն գույնը նախատեսված է 4 մաշկի համար, օրանժը նախատեսված է կոմբինացված մաշկի համար, կանաչ գույնը ավելի շատ յուղոտ եւ պրոբլեմատիկ մաշկի համար եւ իհարկե ունենք մանուշակագույն գույնը, որը նախատեսված է տարիքային խնամքի համար։ Մաշկի խնամքը սկսվում է լվացող օճառներից։ Սովորական ամեն առավոտյան եւ երեկոյան մաշկը լվանում ենք պրոֆեսիոնալ ձեր մաշկի համար նախատեսված լվացող օճառներով եւ ջրով լվանում մաքրում ենք օճառը, որից հետո երկրորդ քայլը առհասարակ վերցվում է տոնիկը։ Այն կարող է լինել կաթնային հիմքի վրա եւ կարող է լինել զուտ ջրային հիմքի վրա։ Բամբակյա սկավառակով քսում ենք տոնիկը եւ այն մնում է մաշկի վրա։ Տոնիկը չենք լվանում։ Հաջորդ քայլը գալիս է կախված մեր մաշկի տեսակից, ունենք սիճուկի ընտրություն, թե միանգամից անցնում ենք քսուկներին։ Սիճուկները դրանք ջրային հիմքի վրա պատրաստված պրեպարատներ են, որոնք իրենց մեջ պարունակում են մասնավորապես հիալուրոնաթթու, վիտամիններ եւ միներալներ։ Այն ավելի շատ օգտագործվում է ամառային եղանակին, քանի որ ջրային հիմքի վրա են, ձմեռային ցուրտ եղանակին ջրային հիմքը չի կարելի քսել դեմքին։ Մենք ավելի ցուրտ եղանակներին նախատեսում ենք ավելի յուղոտ, պաշտպանիչ, փափկացնող եւ փափուկ քսուկներ, դրանք կրեմներն են։ Այսինքն հասկացանք, որ ձմեռային եղանակին մաշկի վրա պետք է օգտագործել մասնավորապես կրեմները, քսուկները։ Քսուկը քսելուց հետո բնականաբար այն մնում է մաշկի վրա եւ որից հետո գալիս է մեր վերջին քայլը, դա արևապաշտպան քսուկն է։ Արևապաշտպան քսուկները օգտագործում են ոչ միայն ամռանը, այլ նաեւ ձմռանը, որովհետեւ Հայաստանը իր բնակլիմայական պայմաններով բարձր լեռնային գոտի է համարվում եւ ունենք շատ բարձր ուլտրա մանուշակագույն ճառագայթներ։ Այնպես որ արևապաշտպան քսուկները կսեք տարվա բոլոր եղանակներին։ Օսեյնը ունի BB կրեմ։ Իրենից ներկայացնում է տոնային քսուկ 50 SPF-ով, որը ձեզ կպաշտպանի 3, 4, նույնիսկ 5 ժամ եւ ունի տոն, որը կտա ձեր դեմքի տոնային քսուկի ազդեցություն։ Չենք մոռանում մաշկի խնամքի 4 քայլերի մասին՝ լվացում, տոնիկ, սիճուկներ եւ քսուկներ, եւ իհարկե չենք մոռանում ընտրել համապատասխան պրոֆեսիոնալ խնամքը ձեր մաշկի համար նախատեսված։ Իսկ եթե դուք չգիտեք ձեր մաշկի տեսակը, ապա դիմեք մասնագետներին։ Այո, առողջությանը պետք է հետևել, իսկ բուժում է նաև երաժշտությունը եւ այսպես Արցախ կամերային նվագախումբը շարունակում է երաժշտական հաճելի երեկոներ պարգևել դասական երաժշտության սիրահարներին։ Այս անգամ նվագախումբը առաջարկում է միանալու բարոկ երաժշտության նուրբ ու ոգեշնչող ճամփորդությանը, որը տեղի կունենա կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 24-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Դավիթ Հակոբյանը, Արցախ կամերային նվագախմբի կոնցերտմեյստեր եւ Գրիգոր Առաքելյանը, համերգի դիրիժոր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ լավ, եկեք հասկանանք ինչ է սպասվում հենց այս երեկո եւ ինչ է լինելու, ինչ ծրագիր է ներառված։ Ծրագիրը, ինչպես հնչեց քիչ առաջ, բարոկ երաժշտություն է, բայց նաեւ հայկական երաժշտություն է հնչելու, կոմիտասյան գործերը, նոր մշակումներով, նվագախմբային փոխադրումներով եւ համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի թանգարանում, դուք ասացիք կամերայում, ճիշտ, Արամ Խաչատրյանի թանգարանում։ Շատ լավ։ Այո, այսպես ուրեմն հետաքրքիր ծրագիր է, վերջին տարիներին ես միշտ համադրում եմ եվրոպական բարոկ երաժշտությունը եւ հայ երաժշտությունը, շատ հետաքրքիր համադրում է դա, ավելի ցայտուն է երևում թե այն բարոկի ոճը, թե հայ երաժշտության առանձնահատկությունները, այդ տեսակի ծրագրեր արել եմ եւ դրսում, այլ երկրներում եւ Հայաստանում եմ հաճախանում տարբեր խմբերի հետ։ Ինձ թվում է Դավիթը մի քիչ կներկայացնի Արցախ նվագախմբի գործունեությունը, քանի որ ես հրավիրված դիրիժոր եմ այս համերգի համար, ինքը ավելի լավ կներկայացնի։ Այո, նվագախումբը վերակազմավորվեց Երևանում Արցախյան տարհանումից հետո 25 թվականին մենք ունեցանք համերգներ, կուզեմ առանձնացնել մայիսի 5-ին տեղի ունեցած համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում Սերգեյ Խաչատրյանի հետ։
դա մեր այս պահին դեռ ամենամեծ, ասենց կատարած ամենամեծ համերգն էր։ Իսկ արդեն սեպտեմբերից սկսած մենք փորձում ենք ամեն ամսյա ինչ-որ ծրագրեր անել, այսինքն ամեն ամիս մենք ունենք ինչ-որ համերգ կամ հիմա ունենք օրինակ նոր կրթական ծրագիր, որը անում ենք մանկապարտեզի երեխաների համար, ինչպես նաև վաղ դպրոցական տարիքի երեխաների համար, ու ինքը շարունակական ծրագիր է, հիմա մենք գործընկերներ ենք փնտրում այն կյանքի կոչելու համար, տարբեր մարզերում, քաղաքներում եւ այլն։ Իսկ դեկտեմբերի 24-ի համերգին մենք ուզում ենք պարոն Արաքելյանից ստանանք իր փորձը, իր գիտելիքները, որը մեր նվագախմբին շատ օգտակար կլինի, ինչպես նաև հունվարի 18-ին ունենք համերգ, Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպում է համերգ Համալիրում, ու մենք մասն ենք կազմելու այդ համերգին, քանի որ մեր համար շատ կարևոր է արցախյան տարբեր կոլեկտիվների հետ համագործակցությունը, այդքանը։ Եվ քանի որ սա տարվա վերջին եզրափակիչ համերգն է լինելու դեկտեմբերի 24-ով ամփոփվում է տարին։ Ինչպիսին էր 25 թվականը եւ ձեզ համար անձնապես եւ արդեն նվագախմբի համար։ Հասցրեցիք ինչ պլանավորել եք անել։ Այո, կարծում եմ 25 թվականին մենք էլի շատ օգտակար ու հարուստ գործունեություն ծավալեցինք, ու ինչպես նշեցի, ամենաբարձր կետը եղավ մայիսի 5-ին կայացած համերգին, բայց ինչ-որ խնդիրների հետ կապված մենք ցավոք տեմպը մի քիչ էր, ասենց ասած 3-4 ամիսը մեկ ինչ-որ համերգ էինք անում, բայց արդեն սեպտեմբերից մենք սկսել ենք ամեն ամսյա ռեժիմով աշխատել, այսինքն ամեն ամիս մենք ինչ-որ բան անում ենք, էլի ինչ-որ գործողություն կա։ Իմ համար այդ շատ կարևոր է։ Ձեզ համար ինչպիսին էր տարին։ Տարին բավական լեցուն էր իմ գործունեության առումով, եթե այսպես նայենք, տարբեր մեր կոլեկտիվների հետ ունեցա համերգներ, ծրագրեր, նաև Լեհաստանում ունեցա կարևոր իմ ստեղծագործության կատարումը երգչախմբով, նվագախմբով եւ շատ հաճելի ավարտ է ինձ համար, եւ որ ստացա հրավեր Արցախ նվագախմբից կազմել այս ծրագիրը, ասեմ, որ շատ ոգևորված եմ, առաջին անգամ եմ այս նվագախմբի հետ համագործակցում եւ քանի որ տարբեր նվագախմբերի հետ ես աշխատել եմ եվրոպական, ամերիկյան, կանադայի եւ այլն, ունեմ համեմատելու բան, ուրեմն պետք է ասեմ, որ շատ բարձր մակարդակի են, երիտասարդ են, բայց մակարդակը բավականին բարձր է եւ ամենակարևորը բծախնդիր են եւ զգայուն են, փոքրիկ նյուանսների նկատմամբ դիրիժորը անմիջապես զգում է այդ զգայունությունը, դա շատ կարևոր է եւ ոգևորված եմ եւ հույս ունեմ հաճախ ուրեմն ունենալ այսպիսի համագործակցություն։ Շատ լավ, իսկ համագործակցության առանձնահատկություններ ունեն, այսինքն կա մի բան, որ այս ամբողջ ընթացքում ձեր մեծ գործունեության Արցախ նվագախումբը այսպես առանձնանում է ձեզ համար, բացի իհարկե նշած այն էլեմենտներից, որն արդեն ասացիք։ Իմ կարելի ասել հերթական համերգներից մեկն է մի կողմից ծրագրային առումով։ Կա առանձնահատուկը այն է, որ բարոկո երաժշտության որոշ նյութեր վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում չեն հնչել։ Մարչելլոյի օրինակ ջութակի կոնցերտը, Սկարլացի եւ այլն վստահ եմ, որ չեն հնչել Հայաստանում։ Դե իսկ Կոմիտասյան այդ իմ մշակումները տարբեր խմբերով արել եմ, առաջի անգամ չէ, բայց առանձնահատուկ է այն ինչ որ ասացի, որ շատ հնարավորություն ունեմ եւ ունեցա այս փորձերի ընթացքում շատ ավելի մանրամասն աշխատել, որտեղ այլ նվագախմբեր ժամանակը ավելի մանավանդ եթե պետական խմբեր են, ժամանակը քիչ է իրանց եւ փորձերի քանակն է քիչ, ուրեմն չես կարող ամեն մանրուքի վրա աշխատել, ինչպես հիմա հաջողվում է մեր դեպքում։ Այս առումով առանձնահատուկ է եւ տրամադրության առումով է առանձնահատուկ ինձ համար։ Եվ 26 թվականի համար ինչ եք պատրաստել, առաջիկա արդեն հունվարի 18-ի մասին խոսեցինք, բայց ընդհանուր ինչ ծրագրեր կան եկող տարվա հետ կապված։ Եկող տարվա հետ կապված ուրեմն ապրիլին մենք ծրագրում ենք հյուրախաղեր Կանադա, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, նաև ծրագրերում կա
ջազի ու դասական երաժշտության համագործակցությունը Արցախի պետական ջազ նվագախմբի հետ հիմա նույնպես դա մշակման փուլում է, ասենց ասած, էլի մտքեր կլինեն։ Էլի կլինեն պարտադիր, իհարկե կամերային է նվագախումբը, բայց համալրումներ սպասվում են եւ արդյոք բաց եք, հա, այս դաշտում նաեւ։ Շատ բաց ենք ու ինչպես նշեցի, օրինակ ջազ նվագախմբի հետ համագործակցություն կունենանք, նաեւ հունվարի 18-ին ժողովրդական նվագարանների հետ համագործակցություն կունենանք, նաեւ այլ ծրագրեր կա երգչախմբերի հետ կապված, բենդերի հետ կապված նաև ժամանակակից ինչ որ նոր բաներ ենք մտածում, որովհետև կարծում եմ հիմա պետքա հինը արդեն այնքան շատ է արած, ասենց ասած, հնի մեջ նոր բան անել մի քիչ դժվար է, դրա համար ասենց ավելի նոր բաներ ենք փորձում մտածենք, որովհետև երիտասարդ սերունդը իմ կարծիքով ավելի շատ դա է գնահատում, իրանց հետ է դուր գալիս, մենք էլ դա նույնպես ուզում ենք։ Եվ պետք է ժամանակին համընթաց քայլել, իհարկե։ Այո։ Հիանալի է, ես կարծում եմ, որ պետք չէ բաց թողնել հենց այս իրադարձությունը կարևոր, որովհետև սա եւս մեկ առիթ է ավելի մոտ գտնվելու այն երաժշտությանը, որի կարիքը բոլորս ունենք եւ հատկապես ամանորյա այս նախատոնական խորհուրդը ել ավելի ջերմ է դարձնում այդ հանդիպումը, այնպես որ մաղթենք ձեր համագործակցությանը շարունակություն, ինչպես մայստրոն նշեց, պատրաստ է, հա, այս ամենը դարձնել պարբերաբար, արդեն ընթացող համերգների եւ ամենանշանակ, եթե երիտասարդները պատրաստ են այդ ավյունով տրամադրվել գործին, իսկ դա անհրաժեշտ է յուրաքանչյուր գործի մեջ, ուրեմն համագործակցությունը լինելու է հիանալի։ Այնպես որ հաջողություններ ձեզ։ Եվ ձեր սպասելիքները արդարանան, որովհետև այստեղ շատ աչքերի փայլով եք այս համագործակցությանը սպասում եւ իհարկե հիշեցնենք դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանում։ Այո, Տուն թանգարան։ Արամ Խաչատրյան տուն թանգարանում դեկտեմբերի 24-ին կլինի երեկոն։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, քանի որ հենց այդ երեկո, հա, դուք մեծ էմոցիա եք նվիրելու հանդիսատեսին, ձեզ այս պահին ամանորյա բացիկներ, արևոք բացիկները, որտեղ հայտնի երգերից են ֆրազները, եւ այս բացիկները նախատեսված են նվերներ հետ միասին տալ սիրելիներին։ Սա ձեր փոքր տոնը ավելի ջերմ դարձնի, իսկ մենք կփորձենք այս ամենը պարբերաբար արդեն մեր եթերում լուսաբանել։ Շնորհակալ ենք։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Ջոնը բարի երկնքում ես երազանքը պահեմ իմ մտքում որ սերը միայն տարածվի մարդկանց սրտերն անվերջ ջերմացնի երբ աստղերը վառվեն ամանորի ու մեզ լուսինը ժպտան օրովի կլինեն երաշքներս կգան երկնքում այս մեծ կախարդական նոր տարի է Այն բարի է, երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է, հույս ու լույս է մեզ բերում Նոր տարի է, այն բարի է, հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է, կկատարվի պես երկուսին Ես գիշեր, կմնա վարկյանները հաշվեր Լույսերը կվարվեն աշխարի Կփոխվի տարին կգա նոր տարի Երբ զանգերը հնչեն ամանորի Կփայլի եղևնին հեռվում անտարի Ամպերից կթափվի մի նոր հեքիաթ Կբեջի երջանկություն առաջ Նոր տարի է Այն բարի է, երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է, հույս ու լույս է մեզ բերում Նոր տարի է, այն բարի է, հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է, կկատարվի տասներկուսին Նոր տարի է Նոր տարի
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք շատ հետաքրքիր իրադարձության մասին։ Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր սառցե շոու, որի պրեմիերան տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին։ Ալենի ստեղծած բարության եւ ներելու հզոր ուժի մասին հեքիաթն անշուշտ կջերմացնի հանդիսատեսի սրտերը եւ կլցնի խանդավառությամբ։ Հրաշքները միշտ մեր շուրջ են, հատկապես ամանորի հեքիաթային գիշերը։ Հեքիաթը ներկաներին սովորեցնելու է գլխավորն այն է, որ սրտից մշտապես ճառագեն բարությունը, ջերմությունը եւ ներողամտությունը։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Ալենի մայրիկը, Տիկին Նազերին։ Բարի առավոտ, Տիկին Նազերին, ինչպե՞ս եք։ Բարի լույս, շնորհակալություն, ձեր տաղավարում միշտ ուրախ։ Շնորհակալ ենք եւ եւս մի հետաքրքիր իրադարձություն, հա, Ալենի հեքիաթը դարձավ սառցե շոու, որի պրեմիերան արդեն 2021։ Եկեք հասկանանք այդ իրադարձությունը նախ ինչպես եկավ գաղափարը, որ դա վերածել սառցե շոուի, որովհետեւ բեմադրել ներկայացում մեկ այլ բան է, բայց այդ ամենը ինտերպրետացնել արդեն սառցե դաշտում, սա այլ բան է։ Շնորհակալություն հրաշալի հարցի համար։ Իսկապես ցանկությունը մեկ այլ բան է, բայց այն կյանքի կոչելը իր բավական բարդություններով նամանավանդ, որ գեղասահքի ոլորտը շատ ավելի նեղ մասնագիտացում է, համարյա չունենք մասնագետներ այդ ոլորտում, եզակի են մեր կոստյումների ձևավորողները, ուստի եւ բարդությունները գնալով ավելի խորացան, ավելի շատացան, բայց մենք չենք վախենում բարդություններից։ Ասեմ, որ գեղասահքը միշտ իմ սրտում է եղել դեռ մանկուց։ Հոգումս փայփայում է երազանք դառնալ գեղասահոր, սակայն առողջական խնդիրների պատճառով 6 տարեկան հասակում չեմ կարողացել մասնակցել արդեն իսկ քննություններին։ Սակայն երազանքս փորձեցի իրականություն դարձնել Ալենի հեքիաթի միջոցով։ Եվ քանի որ յուրաքանչյուր անգամ Ալենի հիշատակի հավերժացման միջոցառումները փորձում ենք կյանքի կոչել շատ յուրօրինակ եւ ինքնատիպ տարբերակով, եւ ծնվեց գաղափարը, իսկ ինչու ոչ, հեքիաթը կենթանություն կառնի սառույցի վրա։ Դրանք կգումարվեն Ալենի հեքիաթի հերոսները, նրանց էմոցիաները, վառ կոստյումները, ինչպես նաեւ լուսային էֆեկտները, եւ մենք ամանորի նախաշեմին կունենանք հրաշալի նվեր մեր հանդիսատեսին։ Իսկ շատ է փոփոխվել հեքիաթը արդեն սառույցի վրա ձևավորված վերջնական տարբերակի համար։ Բոլոր դեպքերում, երբ Ալենի հեքիաթներից որևէ մեկը կյանքի է կոչվում, իսկ գաղտնիք չէ, որ շուրջ 3 տարի է Ալենի 3 այլ հեքիաթների հիման վրա Թումանյանի պետական տեխնիկային թատրոնում բեմադրվել է դետեկտիվ Ալենը ներկայացումը գրքի կրթության, գիտության մասին, յուրաքանչյուր անգամ ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի բնագրից չշեղվել։ Դա շատ կարևոր է։ Այո, Ալենի ուղերձը հասցնել ինչպես նա է ցանկացել, կետ առ կետ, սակայն բնականաբար յուրաքանչյուր ոլորտում լինի թատրոն, թե գեղասահք, ռեժիսորի ֆանտազիան ունենում է իր դերակատարությունը, այն գումարվում է հեքիաթի բնագրին եւ ստացվում է ավելի գունեղ։ Հետաքրքիր է։ Պրոյեկտի վրա մասնակցում են շուրջ 100-ից ավել մասնակիցներ, հա, արտիստներ, տեխնիկական կազմ, մեծ պրոյեկտ է։ Նախ հասկանանք, թե ովքեր են գեղասահորդները։ Հայերն են, ռուսականը, որտեղ գիտենք ռուսական դպրոցը գեղասահքի մեջ բավականին ուժեղ է, եւ նաեւ ճակատագիրը, որտեղ 2021-ը դա շատ քիչ է, պահանջվում է, որ ավելի շատ լինի։ Այո։ Տեխնիկական կազմը եւ 100-ից ավել ովքեր են մասնակիցները։ Ինչպես նշեցիք, 100-ից ավելի մասնակիցներ։ Ալենյան գաղափարախոսության եւ Ալենյան արժեհամակարգի շրջանակներում է խրախուսել երիտասարդ, շնորհալի, տաղանդավոր մեր երեխաներին, այդ թվում մեր գեղասահորդներին։ Ինչպես գիտեք, տարբեր ոլորտներում փորձում ենք աջակիցը լինել մեր շնորհալի պատանիներին, խրախուսել նրանց կրթաթոշակներով, ուսման վճարների տրամադրելով, Սրանով իսկ կանգնելով կրթասեր մեր պատանիների ու աղջիկների կողքին։ Եվ գաղափարը երբ ծնվեց, մենք որոշեցինք խթանել նաև գեղասահքը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ գաղտնիք չէ, որ այն մի քիչ անուշադրության մատնված ոլորտ է, միգուցեև բավական խոշոր ֆինանսներ են պահանջվում այս ոլորտում եւ դեռ չունենք շատ մեծ եւ լուրջ հաղթանակներ այս ոլորտում։ Ուստի եւ հասկացանք, որ պիտի կանգնենք մեր գեղասահորդների կողքին 1 տարուց
ավել պրոֆեսիոնալ թիմի հետ մեր գեղասահորդները ամեն օր ամեն ժամ շատ լուրջ մասնագիտական ճանապարհ են անցնում, հմտացնում են իրենց ունակությունները եւ նաեւ գումարեցինք այո ռուսական դպրոցի պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ աշխարհահռչակ են ռուսական գեղասահորդները, մասնագետները, պրոդյուսերական թիմը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնությունից, ունենք նաև արտերկրից Իսրայելից, այո, եւ այլ երկրներից, այնպես որ շատ մեծ մեգա նախագիծ է, որը բոլորովին նոր մշակութային խոսք է մեր հասարակության։ Ճակատագիր է ներկայացման 2021 ու հետո էլի շարունակություն։ Ալենի բարությունը կգնա Հայաստանի սահմաններից դուրս։ Այո, քանի որ Ալենը աշխարհի մարդ էր, Ալենի համար կարևորագույն արժեքը դա մարդն էր, անկախ ազգությունից, մաշկի գույնից, աչքերի նեղությունից եւ ռասայական պատկանելությունից։ Ուստի եւ մենք որոշեցինք, որ Ալենյան հեքիաթների բարությունը պիտի տարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Եվ այո, ամանորից հետո մեր հարևան Վրաստանում, Բաթումի քաղաքում կմեկնի շրջագայության, որից հետո էլ կպլանավորենք մեր հետագա շրջագայությունները արդեն Ռուսաստանի Դաշնությունում։ Ես վստահ եմ, որ Սառցե շոուն սիրվելու է մեր հանդիսատեսի կողմից, մտնելու է բոլորի սրտերը, տեղ է գտնելու նրանց հոգում, չի մոռացվելու եւ մենք հաջորդ տարիներում եւս կյանքի ենք կոչելու այս հրաշալի բարության նախագիծը։ Ինչպես հասկանանք, արդեն տեսել եք որոշակի փորձերի շրջան։ Բնականաբար թիմը պարտադիր կերպով համագործակցում է ինձ հետ 24/7 սիստեմով աշխատում ենք, գերլարված, անպայման կա պարտադիր հսկողությունը, չնայած այն հանգամանքին, որ բացարձակ վստահում եմ թիմին, որովհետև գիտեմ, թե ովքեր են ընտրվել թիմի կազմում, սակայն մշտական հսկողությունը կա, իհարկե պատառիկներ տեսել եմ, բայց ինձ զերծ եմ պահում այդ գայթակղությունից, որտև ես էլ եմ ուզում շոուն եւ տոնը վայելել ամբողջական եւ արդեն պատրաստ։ Եվ դա կլինի պրեմիերային վաղը դեկտեմբերի 20-ին եւ 21-ին կարող եք սիրելի հեռուստադիտողներ դուք եւս ներկա լինել եւ մաս կազմել այս հրաշքին։ Այո, հետաքրքիր տոն է սպասվում, որովհետև Սառցե շոու առավել եւս Ալենի հեքիաթով եւ առավել եւս այսօր արդեն այդ ամենին գումարվում են ոչ միայն մեր գեղասահորդները եւ նաեւ հրավիրված գեղասահորդները, նաեւ վիզուալ շոուն, որը համոզված եմ շատ գեղեցիկ է լինելու, որտեղ այսօր արդեն տեխնիկապես է, հա, գեղասահք ներխուժել, նաեւ վիզուալացված շոուն, որը ել ավելի գեղեցիկ է դարձնում եւ հեքիաթային։ Համացանցից արդեն վստահ եմ բոլորը տեսել եք իսկապես ինչ գունեղ է, ինչ հետաքրքիր է, ինչ վառ կերպարներով է մեր գովազդային հոլովակները մտնում մարդկանց տները, սրտերը, հոգիները։ Դրան գումարվում է նաև բարության այն մասը, որ շոուի հրավիրատոմսերը 500-ից ավելի հրավիրատոմսեր։ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը արդեն իսկ նվիրաբերել է հանրապետության տարբեր մարզերի դպրոցների, մանկապարտեզների եւ վաճառքի հասույթից առաջացած ողջ գումարը եւս Ալեն Մարգարյան բարեգործական կազմակերպությունը ուղղելու է դարձյալ բարեգործությանը։ Ուստի եւ սիրելի հեռուստադիտողներ, համարյա չեն մնացել տոմսեր, շտապեք եւս բարության մաս կազմելու եւ ձեր լուման ունենալու։ Եվ քանի որ տարեվերջ է, մի փոքր նաև այս սառցե ներկայացումից գանք այս կողմ եւ հասկանանք 25 թվականին ինչ հասցրեցիք անել, բոլոր պլանավորած գործերը, ոնց կազմել եք, նույն կերպ կարողացաք իրագործել, թե կան գործեր, որ կգնան արդեն դեպի 26 թվական իրագործելու համար։ Շնորհակալություն, դարձյալ հրաշալի հարցեր։ Ամանորի նախաշեմին ուզում եմ ասել, որ 25 թվականը Ալեն Մարգարյան բարեգործական կազմակերպության համար ձեռքբերումների եւ հաղթանակների տարի է։ Հաղթանակ եմ համարում, որ իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթը, որ ընդամենը երկրորդ տարին էինք կյանքի կոչում, մեր ընթերցասեր աշակերտների թիվը հնգապատկվեց եւ գերազանցեց 10,000-ի շեմը։ Նորագույն տեխնոլոգիաների այս դարում իրականում մեծ հաղթանակ ենք համարում այդքան աշակերտների մոտ սեր արտնացնել դեպի գիրքը, ընթերցանությունը, դեպի կրթությունը եւ իհարկե մասնակցում էին աշակերտները, մանկավարժները, նրանց ընտանիքի անդամները, բոլորը կարծես բոցավառվել էին ընթերցանության լույսով։ Սա իսկապես շատ մեծ հաղթանակ ենք համարում։ Ինչպես նաեւ Երևանի սրտում Կենտրոն համայնքում Օղակաձե զբոսայգում մեր ընտանիքի կողմից
հայ ժողովրդին եւ ընդհանրապես աշխարհին նվիրաբերվեց ընթերցասերի պուրակը, որտեղ տեղադրվեց գրքասերի քանդակը եւ հազարավոր զբոսաշրջիկներ, ես ականատես եմ լինում, թե ինչպես են նկարվում քանդակի հետ, նստում են պուրակում, զբոսնում, զրուցում եւ նաեւ շատ դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր կրթամշակութային ծրագրեր իրականացնում են հենց ընթերցասերը պուրակում։ Հազարավոր գրքերի նվիրատվություն իրականացրեցինք թե մարզային գրադարաններին, թե համայնքային դպրոցական գրադարաններին։ Բացվեց Ալեն մոլորակը, մեր մոլորակում ֆանտաստիկ նորարարական դասարանը, Ալենի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում, որտեղ Ալենը ուսանել էր եւ այն իրականում հրաշալի նվեր էր աշակերտներին, որտեղ կարծես հերթ են կանգնել, թե ովքեր իրենց նախագծային աշխատանքները պիտի հատկապես այդ դասասենյակում կյանքի կոչեն, որտեղ շատ ժամանակակից է։ Նախագծերը շատ են։ Պլանավորվում է նաև հեքիաթներից մեկի հիման վրա ստեղծել մուլտֆիլմը, որը դարձյալ հետաքրքիր նախագիծ է լինելու, ստեղծել խաղ, բայց դրանք արդեն հաջորդ տարում, այո, գաղափարները շատ են, իդեաները բազմապիսի, ուզում ենք, որ ուժ եւ առողջություն ունենանք, որ կարողանանք կյանքի կոչել այդքան շատ պրոյեկտներ։ Մենք էլ սիրով կլուսաբանենք այն ինչ որ կյանքի կկոչվի եւ եթե նաեւ մեր ուժերի մեջ է մենք էլ կփորձենք նպաստել այդ ամենին այնպես որ սիրով թող այն ամենը ինչը որ մեր հերոսների ձեռքով արվեց թող այդ ամենը ներկայացվի լուսաբանվի եւ դա նրանց կյանքի շարունակությունն է որտեղ մարդն իր գործով է անմահ այնպես որ այս անմահությունը մեր հերոսների յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր է շնորհակալ ենք ձեզ որ այս կարևոր իրադարձությունները նախագծում եք ներկայացնում եք եւ շարունակական եք դարձնում եւ ներկայացման էլ բարի ընթացք ու ճանապարհ Շնորհակալ եմ առիթից օգտվելով ուզում եմ ձեր ողջ ստեղծագործական թիմին հրավիրելու, վայելելու Սառցե շոուն, որը վստահ եմ վառ տպավորություններ է արտնացնելու եւ շնորհակալ եմ իհարկե մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու եւ տաղահավար հրավիրելու համար։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկ ամանորյա, որտեղ կա սեր ու բարություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ էլ հանգստություն, շատ բան չենք ուզում։ Այս ամանորին թող այս բացիկը ջերմացնի ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ լավ տրամադրություն ու լավ երեկո։ Ես գիտեմ թե ինչքան կարևոր էին Ալենի համար բացիկները եւ նա բացիկներ էր հավաքում ու պահում, այնպես որ սա եւս մեկը թող լինի ձեր տանը եւ սեր ու ջերմություն բերի։ Այն վստահաբար տեղ կգտնի Ալենի անձնական գրադարանում եւ մշտապես կհիշեցնի այսօրվա մեր եթերի մասին։ Շնորհակալ ենք շատ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին եւ 21-ին տեղի կունենա Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծված նոր Սառցե շոուն բաց մի թողեք բարություն, ջերմություն եւ սեր ստանալու այդ հրաշալի ներկայացման միջոցով։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ինչ սիրելիներ, սա հապատրաստ է մեր օրվա ուտեստը, ես արդեն ձևավորել եմ ամանի մեջ, մեր մատուցման ամանի մեջ եւ մեզ մնում է միայն նռան հատիկներով այն զարդարել։ Սիրելիներս մենք տապակեցինք հավի ազդրամիս բազում համեմունքներով, հետո պատրաստեցի սոուս, սոուսը բաղկացած էր աղացած սոխ, նռանոշարակ, տոմատի մածուկ, մի փոքր աղ, սալորաչիր եւ ծորի։ Այս բոլորով պատրաստեցինք սոուսը եւ իհարկե թողեցինք դանդաղ կրակի վրա եփվի։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցկություն եւ համեղություն ենք ստացել։ Սիրելիներս պատրաստեք եւ օրվա ընթացքում եւ իհարկե ամանորին, տոնական օրերին։ Այնպես որ վստահեցնում եմ շատ համեղ եւ շատ հագեցնող կերակուր է սա։ Սիրելիներս լավ եղեք, ձեզ հետևեք, առողջ եղեք, տաք հագնվեք, ցուրտ է դրսում, այնպես որ անպայման հետևեք ձեր առողջությանը։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Վաու, շնորհակալ ենք Ադրինեն այս համեմեղությունը պատրաստելու համար ու չմոռանանք այս ամենին համեմել նաև բրիզը։ Ռոզե փրփրուն գինի, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Հետաքրքիր համադրություն ոչ միայն ուտեստներին, սովորական օրերին, նաև տոնական տրամադրություն հենց տոնական երեկոմ։ Իդեպ նշենք, որ տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է նաև Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ողջ տեսականուն, վայելելով տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելի համար տաղավարը կգործի մինչև
հունվարի 14-ը։ Եվ նաև ավելացնենք, որ Իջևանի գինուգործանը նաև իր ԱՄՆ տրամադրությունը սփռել է Big Christmas Market-ում, որը մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ լինելու է, այնպես որ տոն ու հրաշալի օրեր բոլորիս։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ, իսկ արժևում տոներն են, ձեր արտաքին տեսքը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barbershop-ն էլ իհարկե բոլոր տղամարդկանց հրավիրում է տոնական տրամադրություն համար։ Ասեմ, որ Master Right-ում տոնական տրամադրությունը վայելելու համար պիտի նախապես գրանցվել, իսկ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ոչային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր ամանորի լուքերը եւ տաքուկ ձմեռային լուքերը հենց Դաֆնիում։ Դե բնականաբար ամանորի համար նվերներն արդեն իսկ նախապատրաստվում են եւ կամ այդ փուլում են։ Լավ ու գեղեցիկ նվերներ կարող եք գտնել հենց Big Christmas Market-ում, իսկ այնտեղ նաեւ ներկայացված է արևոք բացիկներ իր ամբողջ տեսականիով եւ շքեղությամբ։ Այնպես որ այցելում ենք այնտեղ, վերցնում Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող գինիներն ու համեղությունները, ավելացնում նաեւ ահա այս գեղեցիկ տոնական բացիկները եւ տոնական նվերը պատրաստ է ձեր սիրելիին։ Իսկ մեր տաղավարի այս հեքիաթը ստեղծել է Նատյուրմորտ Events-ը 3, այսպես շատ փայտիկի, հրաշագործ փայտիկի օգնությամբ մենք ստացել ենք այս գեղեցիկ տաղավարը, իսկ Նատյուրմորտ Events-ը ստեղծում է միմիայն արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութսրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ եւ ամբողջ իրենց գործունեությունը կարող եք գտնել Նատյուրմորտ Events Instagram-ի, Facebook-ի եւ TikTok-ի իրենց էջերում։ Հեռախոսը համար 055 408 890։ Անպայման զանգահարեք, դիմեք իրենց եւ ինչպես իրենք են ասում, կարող են ձեր բոլոր առիթների լավագույն ընկերը լինել, անձնական առիթներից, օրինակ, չգիտեմ, սիրային առաջարկություն, հետո նշանադրություն, հետո հարսանիք, հետո երեխայի գենդեր փարթի, ամբողջ ընթացքում կարող են լինել ձեր լավագույն ընկերը եւ ձեր լավագույն առիթները այսքան հրաշալի եւ տոնական դարձնեն։ Դե մեր եթերներն էլ արդեն իսկ տոնական գույներ են ստացել եւ հաջորդ շաբաթ էլ պատրաստ ենք ձեզ նվիրել միայն ու միայն տոնական տրամադրություն։ Չմոռանանք, որ այս ամենը իհարկե մեծ թիմի աշխատանքի շնորհիվ է, իսկ այս ամենը ինչպես միշտ պատրաստված էր սիրով։